Օրինակ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի։ Առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի։ Մեր ամբողջ խնդիրն է, որ առողջ ապրելակերպը բրենդինգ ունենա։ Մեր խնդրեմը այն չի, որ վազելու տեղ չկա։ Մեր խնդրեմն է, որ բրենդավորված չի։ Ծխող եւ ալկոհոլ օգտագործող մարդը ո՞նց է մտածում։ Ասում է ծխելը հաճույք է, ալկոհոլ օգտագործելը հաճույք է, եւ հետեւաբար ես ինչի պետք է ինքս ինձ այդ հաճույքից զրկեմ։ Իսկ իրականության մեջ հաճույք է չծխելը եւ ալկոհոլ չօգտագործելը։ Եվ երբ որ մարդը հասնում է այդ կետին, ինքը հակառակ ասում է չծխելը հաճույք է, ալկոհոլ չօգտագործելը հաճույք է, ինչի պետք է ես ինձ այդ հաճույքից զրկեմ։ Ընդհանրապես ցանկացած բանի համար հայեցակարգը, նարատիվը, տեքստը, որը դրած է այդ գործողության տակ, շատ կարևոր է։ Գործողությունը չի փոխվում այնքան ժամանակ, մինչև տակի տեքստը, այսինքն soft-ը, ծրագիրը չի փոխվում։ Եվ հետեւաբար, այո, առողջ ապրելակերպը պետք է ինքը նաև դառնա շահավետ, որը պետք է արտահայտված լինի կոնկրետ բոնուսներով, կոնկրետ հնարավորություններով եւ այլն եւ այդպես շարունակ։